Դուք դիտում եք Ադրբեջանի եւ Հարավային Կովկասի տարածաշրջանի գլխավոր լուրերը CBC-ի հայկական ծառայության ալիքում։ Բաժանորդագրվեք մեր ալիքին Ադրբեջանում եւ նրա շուրջ տեղի ունեցող իրադարձություններին իրազեկ լինելու համար։ Այսօր փետրվարի 18-ն է։ Օրվա կարևոր լուրերը CBC-ի հայկական ծառայության եթերում։ Բաքվում կազմակերպվել է J6 ռազմավարական համագործակցության ապագան թեմայով միջազգային կոնֆերանս։ Տրամփի ուղին նոր հեռանկարներ է բացում Նախճիվանի համար։ The National։ Այսօր Ադրբեջանի Ղարաբաղ ֆուտբոլային ակումբը կհանդիպի անգլիական Նյուքասլի հետ։ Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի կողմից Բաքվում կազմակերպվել է J6 ռազմավարական երկխոսության ամրապնդում միասնական տարածաշրջանի համատեղ ապագայի համար թեմայով միջազգային կոնֆերանս։ Կոնֆերանսի շրջանակներում կանցկացվեն պանելային քննարկումներ, երկխոսությունից դեպի կայուն մեխանիզմներ, J6 համագործակցության ապագան, կապակցվածություն եւ զարգացում, J6 համագործակցության եւ կայուն զարգացման տնտեսական չափում, ինչպես նաեւ J6 տարածաշրջանային անվտանգությունը գլոբալ անկայունության համատեղ թեմաներով։ Միջոցառմանը մասնակցել են J6 անդամների երկրների առաջատար վերլուծական կենտրոններ ներկայացնող փորձագետներ, վերլուծաբաններ եւ հետազոտողներ։ Կոնֆերանսի նպատակն է խորացնել ռազմավարական երկխոսությունը J6-ի շրջանակներում, ձևավորել ընդհանուր մոտեցումներ եւ խթանել համագործակցության մեխանիզմներ, որոնք կնպաստեն տարածաշրջանի կայուն զարգացմանը։ Հարավային Կովկասում 30-ամյա հակամարտությանը վերջ դնող խաղաղության համաձայնագիրը նոր հեռանկարներ է բացում հանքանյութերով հարուստ Նախճիվանի համար, որը շուտով կարող է օգտվել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Տրամփի պատվին կառուցվող Տրամփի ճանապարհի նախագիծ անվանումով խոշոր ենթակառուցվածքային նախագծի իրականացումից։ Այս մասին հաղորդում է The National-ը։ Հոդվածի հեղինակը պատմում է Ադրբեջան կատարած իր ուղևորության մասին, կենտրոնական տրիպ նախագծի իրականացման, դրա հարավային Կովկասի տարածաշրջանի եւ մասնավորապես Նախճիվանի զարգացման վրա ազդեցության, ինչպես նաեւ Բաքվի եւ Երևանի միջև խաղաղության գործընթացում Միացյալ Նահանգների դերի մասին։ Հրատարակությունը նշում է, որ հարավային Կովկասը ներառելուց բացի տրիպ երթուղին դեպի Նախճիվան կստեղծի նաեւ ուղիղ կապ Եվրոպայի հետ Թուրքիայի միջոցով։ Հոդվածում նաև մեջբերվում է Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևի խոսքերը, որը տված հարցազրույցում խոսել է Միացյալ Նահանգների եւ անձամբ նախագահ Դոնալդ Տրամփի կարևոր դերի մասին Բաքվի եւ Երևանի միջև խաղաղության գործընթացի առաջխացման եւ տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման գործում։ Նախագահ Տրամփը աջակցեց այս փաստաթղթին իր անձնական քաղաքական ազդեցությամբ։ Այնուհետև նա ապահովեց Ամերիկայի մասնակցությունը այս փաստաթղթին։ Ավելին տրիպ միջանցքը փոխշահավետ է եւ փոխում է աշխարհաքաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում, ասել է Հիկմետ Հաջիևը։ Քրդական բանվորական կուսակցության PKK-ի հիմնադիր Աբդուլլա Օջալանը հայտարարել է, որ կազմակերպության լուծարման առաջին փուլն ավարտված է։ Ցմա ազատազրկման դատապարտված Օջալանը այս մասին հայտարարել է Իմրալի կղզու բանտում կայացած հանդիպման ընթացքում։ Կազմակերպության լուծարման եւ զինված պայքարի դադարեցման փուլն ավարտված է։ Այժմ մենք պետք է անդրադառնանք ինտեգրման գործընթացին։ Դա հաշտեցման process-ի երկրորդ փուլի առանցքային կետն է։ Օջալանի խոսքերն է փոխանցել նրան բանտում այցելած քուրդ պատգամավոր Միթաթ Սանջարը։ Ադրբեջանը կոժանդակի Սիրիայում ավերված եւ վնասված դպրոցների կառուցմանը եւ կապիտալ վերանորոգմանը։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի գիտության եւ կրթության նախարարությունը։ Նշվել է, որ փետրվարի 17-ին Ռաբաթում գտնվող ISESCO-ի կենտրոնակայանում ստորագրվել է ռազմավարական գործընկերության համաձայնագիր Ադրբեջանի Հանրապետության գիտության եւ կրթության նախարարության, Սիրիայի Արաբական Հանրապետության կրթության նախարարության եւ Իսլամական աշխարհի կրթական, գիտական եւ մշակութային կազմակերպության միջև Սիրիայում կրթական ենթակառուցվածքների
կառուցվածքների վերականգնման վերաբերյալ։ Փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի Հանրապետության Գիտության և կրթության նախարար Էմին Ամրոլլայևը, Սիրիայի Արաբական Հանրապետության կրթության նախարար Մոհամմեդ Աբդուլռահման Թուրքոն և ISESCO-ի գլխավոր տնօրեն Սալիմ բին Մոհամմեդ Ալ-Մալիքը։ Փաստաթղթի համաձայն Ադրբեջանը կաջակցի Սիրիայում կրթական ենթակառուցվածքների վերականգնմանը, կառուցելով մոտ 10 նոր դպրոց և վերանորոգելով մոտ 100 վնասվածք դպրոց։ Ստորագրման արարողության ժամանակ ելույթ ունենալով Էմին Ամրոլլայևը ընդգծել է, որ այս նախաձեռնության նպատակն է Սիրիայի Արաբական Հանրապետությունում երեխաների և երիտասարդների համար ստեղծել անվտանգ և ժամանակակից կրթական միջավայր։ Ադրբեջանական Ղարաբաղ ֆուտբոլային ակումբը այսօր կանցկացնի իր առաջին խաղ UEFA-ի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆ փուլում։ Գուրբան Գուրբանովի ղեկավարած թիմը կհանդիպի անգլիական Նյուքասլի հետ։ Ղարաբաղի գլխավոր մարզիչը Մամուլի Ասլոսում UEFA-ի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆի շրջանակներում Նյուքասլի դեմ առաջիկա խաղը պատմական է անվանել ադրբեջանական ֆուտբոլի համար։ Սա մեզ համար հնարավորություն է մեծ փորձ ձեռք բերելու, քանի որ ադրբեջանական ֆուտբոլի պատմության մեջ երբեք նման խաղ չի եղել։ Մենք մտադիր ենք ցուցադրել լավագույն խաղ, նշել է Գուրբանովը։ Հիշեցնենք, որ Ղարաբաղ Նյուքասլ խաղը կկայանա Տոֆիկ Բահրամովի անվան հանրապետական մարզադաշտում եւ կսկսվի Բաքվի ժամանակով ժամը 21:45-ին։ Խաղի մրցավարը կլինի նորվեգացի մրցավար Էսպեն Էսկասը։ Պատասխան խաղը կկայանա Անգլիայում փետրվարի 24-ին։ Մեր ալիքի տեղեկատվական գործընկերն է Երևան տեղեկատվական վերլուծական կենտրոնը։ Ադրբեջանցի եւ արտասահմանյան հեղինակների արդի վերլուծական նյութեր, հարցազրույցներ եւ հրապարակումներ, տարածաշրջանի պատմության, այսօրվա իրողությունների, ինչպես նաեւ ազգամիջյան ակամարտությունների պատճառների եւ հետևանքների վերաբերյալ։ Բոլոր այս նյութերին դուք կարող եք ծանոթանալ այցելելով կենտրոնի Երևանասկոմ կայքի Facebook-յան էջը։ Հայաստանում ներքաղաքական լարվածությունը շարունակում է աճել։ Շարունակվում են բուռն հանրային քննարկումները մի շարք թեմաների շուրջ։ Արայդ Նյուսի թղթակիցը հարցում է անցկացրել քաղաքացիների շրջանում պարզելու, թե ինչպես է նրանք վերաբերվում այս տարվա հունիսի 7-ին անցկացվելիք ընտրություններին։ Քաղաքացիները իրենց կարծիքն են հայտնել նաև Ադրբեջանի հետ խաղաղության հեռանկարների եւ Ղարաբաղի հարցի մասին։ Ո՞վ է ձեր վարչապետի թեկնածուն գալիք ընտրություններում։ Իմ թեկնածուն կա Փաշինյանն է, ամբողջ երկրի շինարարությունը, կյանքը լավացել է, խաղաղությունն ամենակարևոր, խաղաղությունը։ Պետք է համագործակ հարևան պետությունները թշնամություն անել, լավ բանը չի բերում։ Վարչապետի թեկնածուն մեր վարչապետը ինձ համար, որովհետև կռիվ չկա, չեն կռվում, երեխա չի մեռնում, խաղաղության բաներով են գնում, ուղիով են գնում, դրանից լավ բան է երեխեքի համար էլ ինչ պետք է լինի։ Լրագրողի հարցին, թե համաձայն են արդյոք քաղաքացիները ոմանց կարծիքին, որ Ղարաբաղը կորցրել ենք, հարցվածները պատասխանել են, որ Ղարաբաղը երբեք Հայաստանին չի պատկացել։ Արցախը երբեք մերը չի եղել։ Այդտեղ չի, Արցախ մենք ունեցել ենք 30 տարի մնաց օդի մեջ։ Այն նախկիները ինչի չէին ասում, որ մենք մերն է Ղարաբաղը։ Տես բան եղել է, չի եղել։ Չի եղել, պատմությունից էր, երբեք Արցախը ուրիշների լինելու, որտեղ ավելորդ է դրա մասին։ Իսկ հավատում եք խաղաղությանը, որ Այո, ես հավատում եմ։ Ուրիշ, հետո ուրիշներին էլ է ձեռնատու, մյուս երկրներին էլ շրջապատի ասեք թե, բոլորին է ձեռնատու է դա խաղաղության։ Բնակիչները մեկնաբանել են նաև Ադրբեջանից Հայաստան բենզինի ներկրման թեման։ Նրանք պնդում են, որ շատ լավ են վերաբերվում այդ հարցին։ Շատ լավ։ Դա բիզնես է, տնտեսական հարցերով պիտի անպայման շփվենք։ Կանցնի որոշ ժամանակ ժողովուրդը կգնա եւ կգա։ Նրանք էլ կգան, մերոնք կգնան, իրար հետ առևտուր կանեն, ու լավ կլինի։ Ոնց որ առաջ էր։ Խաղաղություն ա բերել։ դուք հավատում եք խաղաղությանը։ Այո, մի տարի ու տամիսա ոչ մի սահմանում դեպք չի եղել։ Ինչպես եք վերաբերում, որ օրինակ Ադրբեջանից բենզին է գալիս։ Շատ լավ։ Ինչքան ճանապարհներ բացել է, այնքան Հայաստանի զենք կրակոց կա, դիակներ կան, որն է լավ։ Դա ձեր ընդդիմությունը առաջել է տեղը, դիակները համ ներսում են եղել, համ դրսում, որ կրակոցել
չի ուզեցելնի, իրանք հատուկ ստեղծել են։ Լարված, որ իրանք լավ թալան անեն։ Ինչքան անգրագետություն լինի, ինչքան խառը վիճակ լինի, այդ թալանչիների համար լավ է, չէ, լավ թալան են անում։ Հարցումները ցույց են տալիս, որ քաղաքացիները կողմ են Ադրբեջանի հետ խաղաղությանը։ Մարդիկ չեն վստահում ընդդիմադիր ուժերին, որոնց հայտարարությունները ուղղված չեն ոչ երկրի զարգացմանը, ոչ էլ ժողովրդի բարեկեցությանը։ Դեմագոգիայով զբաղվելու եւ երկրում լարվածություն առաջացնելու փոխարեն ընդդիմադիր ուժերը պետք է հասկանան, որ Ադրբեջանի հետ եւս մեկ պատերազմը կհանգեցնի ինքնաոչնչացման եւ որ միայն խաղաղությունը կարող է ապահովել պետության կայունությունն ու զարգացումը։ Միայն խաղաղությունը ապագա սերունդներին հնարավորություն կտա վստահությամբ եւ հույսով նայել ապագային։ Դուք դիտեցիք օրվա գլխավոր լուրերը CBC-ի հայկական ծառայության ալիքում։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, հավանեք եւ մեկնաբանեք, որպեսզի մեր լուրերը ավելի շատ մարդ կարողանա դիտել։